Նիկոլ Փաշինյանը որոշել է վերածել հունիսի 4-ի մեծ բանավեճը Նիկոլ Փաշինյանի ասուլիսի։ Ուրեմն երեք մեր ներկայացուցիչները գնացել են հանրային հեռուստատեսություն, հանրային հեռուստատեսության հրավերով եւ մեզ է ներկայացվել այն պրոտոկոլը, այն ֆորմատը, ձևաչափը, որով պետք է անցկացվի հունիսի 4-ի բանավեճը առաջին համարների միջև։ Ընդ որում լինելու են նաև երկու այլ մեծ բանավեճեր, բայց ցուցակի այդ հաջորդականությամբ ավելի ցածր տողերում գտնվող թեկնածուների մասնակցությամբ։ Բայց ինչ վերաբերվում է գլխավոր բանավեճին, հունիսի 4-ի բանավեճին, մենք տեսնում ենք, որ գործ ունենք ուղղակի մի հերթական խարդախության հետ։ Ուրեմն այդ բանավեճը հետևյալ կերպ է կազմակերպվելու, մենք հնարավորություն չենք ունենալու խոսել առանձին, ասենք տարբեր կառավարման ոլորտների հետ կապված մեր ծրագրերի մասին, ուժերը ոչ մի նման հնարավորություն չեն ունենալու։ Միակ ֆորմատը լինելու է հետևյալը։ Ուրեմն ամեն թեկնածուն մի հարց է տալու որևէ այլ թեկնածուին, ընդ որում հարցը տևելու է ընդամենը 30 վայրկյան, իսկ այն թեկնածուն, որին այդ հարցը ուղղված է, պատասխանելու է 1 րոպե։ Հիմա իրականում դա ինչի է վերածվելու, եկեք հասկանանք միասին։ Հասկանալի է, չէ, որ գալիս են անդիմադիր կուսակցությունները, նրանք բոլորը շահագրգռված են, հետաքրքրված են հարց մղել գործող իշխանության։ Այսինքն, մենք մեր 30 վայրկյանանոց հարցերը տանք, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի 18 թեկնածուի հարցերին 1 րոպե։ Այսինքն 18 րոպե դա դառնում է Նիկոլ Փաշինյանի շոուն, ասուլիսը։ Իսկ սա արհեստական մի հատ բան է, ձևաչափ է, որով իրենք ուզում են դարձնել ամբողջ բանավեճը Նիկոլ Փաշինյանի ելույթ։ Ինչ ասեմ, տխուր է, սա անհավասար պայմաններ են, իհարկե, դա դաղալ, ճղճիմ, հերթական տենց փոքրոքի մոտեցումն է Նիկոլի կողմից, որը փորձում է այսպեսի ձեռնացություններով իր համար ստեղծի տենց առավելություններ այդ բանավեճում, բայց մենք ստիպված ենք ընդունել դա, ստիպված ենք։ Իրեք անհավասար պատերազմը չպետք է ընդունես, եթե դա վերաբերվում է արտաքին ոլորտին, այո, չպետք է ներքաշվես անհավասար պատերազմի մեջ, որովհետև մի ամբողջ ժողովրդի ճակատագիր փաստորեն հայտնվում է սպառնալիքի տակ, ինչը մենք ունեցանք 2020 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը մերժեց 2019 թվականի Մինսկի խմբի պլանը եւ մեզ ներքաշեց Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, որում իսկապես մենք շատ անհավասար վիճակում էինք գտնվում եւ ջարդուխուրդ արվեցինք։ Բայց ներքաղաքական պայքարում ինչքան էլ անհավասար զենքեր առաջարկվեն, ինչքան էլ անհավասար պայքար առաջարկվի, դա մեր պարտքն է ժողովրդի առաջ գնալ, փորձել մեր ճշմարտությունը ասել, բացահայտել խաբեբաներին, իրենց պորտը դնել տեղը, որպեսզի ժողովուրդը իմանա ճշմարտությունը, եւ դա մեր բացառիկ հնարավորություններից մեկն է։ Այնպես որ մենք ընդունում ենք մարտահրավերը, բայց նորից եմ ասում, սա Փաշինյանի կողմից հերթական դաղալ, անազնիվ, վախվորած քայլն է։ Եվ մենք պետք է մտածենք, ինչ ռազմավարությամբ կարող ենք այդ դաղալությունը հաղթահարել։ Մի բան կորոշենք, մի բան կգտնենք, մի լուծում կստեղծենք։ Այնպես որ ցտեսություն մինչև մեծ բանավեճ հունիսի 4-ին։ Շնորհակալ եմ։